Բարի օր։ Նոյեմբերի 5-ին ազգային միացյալ նախաձեռնության ղեկավար Ցեղակրոն կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը Ազատության հրապարակից մի խումբ կողմնակիցների հետ փորձել է անցկացնել անոնիմուսների երթ դեպի նախագահի նստավայր։ Ոստիկանները Մաշտոցի պողոտայում թույլ չեն տվել շարունակել երթը, տեղի են ունեցել բախումներ, ոստիկանները բերման են ենթարկել տասնյակ ակտիվիստների։ Բախումների հետևանքով կան նաև տուժածներ։ Այս իրադարձությունն ենք քննարկելու այսօր մեդիակենտրոնում, ես Եվա Մարտիրոսյանն եմ, կվարեմ այսօրվա քննարկումը եւ իմ այսօրվա հյուրերն են Դավիթ Գևորգյանը, ով եղել է այդ իրադարձությունների բովում եւ ակտիվիստ է եւ միջադեպի մասնակից, Նելի Հարությունյանը, ձերբակալվածների պահման վայրերում վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի եւ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ներկայացուցիչ, Սամվել Մարտիրոսյանը, տեղեկատվական անվտանգության փորձագետ, Արթուր Սաքունցը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար եւ Էդգար Վարդանյանը, քաղաքական վերլուծաբան։ Մեդիակենտրոնի կողմից հրավերներ էինք ուղարկել նաև ոստիկանություն եւ դատախազություն, սակայն երկու կառույցից էլ ստացանք պատասխան, այդ թվում նաև գրավոր, որ նշված դեպքերի առթիվ արդեն իսկ հարուցվել է քրեական գործ եւ ընթանում է նախաքննություն, իսկ հարուցված քրեական գործերով թե գլխավոր դատախազությունը, թե ոստիկանությունը հանրային քննարկումների մասնակցել չեն կարող։ Հարգելի հյուրեր, շնորհակալություն, որ ընդունեցիք մեր հրավերը, մինչ յուրաքանչյուրիդ ուղված հարցերի անցնելը, խնդրում եմ համառոտ 1-2 նախադասությամբ ձեր գնահատականը տակ տեղի ունեցածին, որովհետև կարծես թե ընդհանուր մարդկանց շատ մարդկանց մոտ, մեր հասարակության շատ ներկայացուցիչների մոտ մի տեսակ տարակուսանք եւ մոլորություն կա այն ամենի հանդեպ, ինչ տեղի ունեցավ։ Պարոն Վարդանյան, կխնդրեմ ձեր մեկնաբանությունը, համառոտ 1-2 նախադասությամբ ձեր գնահատականը, մինչ ավելի ծավալուն վերլուծության անցնելը։ Տեղի է ունեցել այն, որ քաղաքական գործիչ Շանթ Հարությունյանը իր համախոհների հետ միասին կազմակերպել է երթ։ Երթը նվիրված էր այդ անոնիմուսների կազմակերպված միջոցառմանը, որը հայտնի Գայ Ֆոքսի այսպես օրինակով, ներշնչված միջոցառում է եւ ամեն տարի նոյեմբերի 5-ին իրականացվում է։ Երթը կասեցվել է ոստիկանության կողմից, եղել է ընդհարում, այդ ընդհարման ժամանակ տուժել են որոշակի մարդիկ։ Ձեր վերաբերմունքը, սակայն վերաբերմունքը, գիտեք ինչ, համառոտ հնարավոր չէ տալ։ Վերաբերմունքը պետք է մի քիչ մանրամասն ներկայացնել, որովհետև որևէ բան չասող բան կլինի դա։ Այսինքն երկու նախադասությամբ հնարավոր է միայն բնութագրել, այ տեսեք, այն ինչ որ ես ներկայացրեցի, սա հենց վերաբերմունք է իրականում, որովհետև այն ինչ որ տեղի է ունեցել, տարբեր մարդկանց կարող ենք հարցնել եւ տարբեր տեսակի ներկայացնել։ Այս սա էլ դիտարկենք որպես վերաբերմունք։ Շնորհակալություն։ Տիկին Հարությունյան, ձեր խոսքը։ Ես կարող եմ մի բան ասել, որ խումբը չի կարող քաղաքական որևէ ինչ-որ հայտարարություն անել, քանի որ ես խմբի անդամ եմ, ձերբակալվածներին պահելու վայրերի դիտորդական խմբի անդամ եմ, խումբը գործում է որոշակի կանոնադրության համաձայն, ես ընդհանրապես կարող եմ ասել այնտեղ ինչպես են պահել մարդու իրավունքները, ինչպես են այնտեղ պահպանվում առնվազն։ Շատ լավ, ուրեմն դրան կանդրադառնանք ավելի ուշ, Սամվել, ձեր վերաբերմունքը։ Դեք ինձ էլ է շատ բարդ երկու խոսքով ասել, սենց ասեմ, իմ վերաբերմունքը ընդհանուր առմամբ շարժմանը, որը գոյություն ունի աշխարհով մեկ, ցախ ծայրահեղական, այսպես ասենք, կամ անարխիստական, դրական է, որովհետև ես դպրոցի ժամանակներից անարխիզմով պարապել եմ, հա, որպես ուղղություն։ Հայաստանի դեպքերը ինձ համար մի քիչ տարակուսանքներ են առաջացնում, որովհետև այդ շարժման մեջից հնչում են նաև աջ ծայրահեղական լոզունգներ, որոնք սկզբունքորեն ինձ թվում է հակասում են այդ բանից, բայց քանի որ մասնակիցները շատ տարբեր մարդիկ են եղել, նաև գիտեմ, որ համ ձախեր են եղել, համ աչեր, ու Հայաստանում ձախն ու աչը բավականին լղոզված է, ընդհանուր առմամբ մեզ մոտ ավելի շատ իշխանություն ընդդիմություն բան կա, դիսկուրս, քան մարդիկ դաշնակներ օրինակ ձախ են, թե աչ Հայաստանում։ Ինձ թվում է դաշնակցականների մեջ էլ տարակուսանքներ կան եւ տարաձայնություններ։ Դրա համար ինձ դժվար է գնահատել կոնկրետ Հայաստանում եղածը միանշանակ, որովհետեւ ես էլ ոնց որ դաշնակները տարակուսանքի մեջ են, ես էլ եմ մի քիչ տարակուսում, այսպես ասեմ։
Դավիթ, ձեր համառոտ գնահատականը։ Ես կոնկրետ Շանթ Հարությունյանի եւ նրա աջակիցների գործողություններին չեմ ցանկանում ինչ-որ գնահատական տալ եւ ընդհանրապես խորհուրդ կտամ ոչ մեկը չփորձի գնահատական տալ, թող մարդիկ փնտրեն պատճառները որտեղ է դրա։ Ասեմ ավելին Հայաստանում ինքնասպանություն գործող 10 մարդից 7-ի հիմքում նույն պատճառն է։ Ինքնասպանություն գործելու։ Այդ մարդը ընտրել է այդ ճանապարհը, ինքը պայքարում է, ինքը չի փորձում հրաժարվել կամ փախնել այս երկրից։ Այդ օրվա կապված կարամ ասեմ, որ ոստիկանությունը ապացուցեց իր կատարյալ ոչ պրոֆեսիոնալ լինելը։ Ուղղակի խայտառակ գործողությունները ոստիկանության։ Շնորհակալություն, ավելի մանրամասն կխնդրեմ քիչ անց պատմել եւ պարոն Սաքունց, ձեր համառոտ երկու նախադասությամբ գնահատականը տեղի ունեցածին։ Նախ ես կառաջարկեի, որպեսզի մինչ վերաբերմունք արտահայտելը շատ ուշադիր վերստին ուշադիր լսել այն ինչ որ Շանթ Հարությունյանը մինչ խաղաղ երթի անցկացումը Ազատության հրապարակում ներկայացնում էր իր կարծիքները, իր մոտեցումները, իր գնահատականները, որտեղ չի կարելի գնահատել կտրելով երևույթից մի մասը եւ մյուս մասը դեն նետել։ Շանթ Հարությունյանը իրականացրեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի նախաբանի 3-րդ պարբերությամբ նախատեսված յուրաքանչյուր քաղաքացու ապստամբելու իրավունքը, որը քաղաքացին իրավունք ունի իրականացնել, երբ պետությունը ընդունում է այնպիսի օրենքներ, որոնք որպես վերջին միջոցի քաղաքացուն թողնում են միայն ապստամբելը։ Այն, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունը կամ գոյություն ունեցող քաղաքական կառավարումը ընդունում է այնպիսի օրենքներ եւ այնպիսի քաղաքականություն է իրականացում, որը որպես վերջին միջոցի քաղաքացուն թողնում է ապստամբելու իրավիճակում, դա փաստ է, դա բազմաթիվ ուրեմն եւ երկարատև ժամանակվա ընթացքում ապացուցված է եւ ինչպես արդեն նշվեց, Շանթ Հարությունյանը գերադասեց ոչ թե արտագաղթել, այլ ապստամբել այդ ապօրինի իշխանության դեմ եւ պատրաստ էր նույնիսկ հայտնվել ազատազրկման վայրում, բայց իրականացնել իր ապստամբելու իրավունքը ապօրինի իշխանության դեմ։ Այն գործընթացները, որ տեղի են ունենում Հայաստանի Հանրապետությունում հատկապես սեպտեմբերի 3-ից հետո, իսկ Շանթ Հարությունյանին մենք գիտենք, որ այն քաղաքացին է, որի համար շատ կարևոր է երկրի անկախություն հասկացողությունը եւ ինքը հենց անկախության հետ կապված մարտահրավերի ժամանակ դուրս եկավ։ Ինչի դուրս չեկավ, ասենք թե մինչև սեպտեմբերի 3-ը, այսինքն կար առավել քան լուրջ պատճառներ, ինքը դուրս է գալիս այն ժամանակ մարտի 1-ը հիշենք 2008 թվականին եւ որ անտարբեր չէր։ Դա քաղաքացի էր, որ ես դիտարկում եմ նախ դա իր քաղաքացիական գիտակցության տեսակետից, ոչ թե քաղաքական իր հայացքների տեսակետից, հա, եւ գնահատելով մարտահրավերները, իսկ յուրաքանչյուրն է գնահատում, բայց ամեն մեկը յուրովի է այդ գնահատականներից հետո իր վարքագիծը որոշում, մեկը հարմարվում է, մեկը ինքնասպան է լինում, մեկը թողնում է երկիրը գնում, մեկը ենթարկվում է, Շանթ ասեց, չէ, ես չեմ ենթարկվելու եւ ցույց տվեց չենթարկվելու ապերունությանը չենթարկվելու իր օրինակը։ Շնորհակալություն պարոն Սաքունց, ավելի մանրամասն խոսելու առիթ կունենանք։ Դավիթ, կխնդրեի ավելի գործնական օրինակներով, քանի որ եղել եք իրադարձությունների բովում սկզբից մինչև վերջ, որքանով որ ես տեղյակ եմ, պատմել, թե ինչ տեղի ունեցավ այդ օրը։ Մի փոքր ճշտում, ես սկզբից ներկա չեմ եղել այնտեղ, սակայն առաջի ձերբակալվածներից, ինչպես հետո պարզվեց, ձերբակալվածներից մեկն եմ եղել։ Իրականում մենք ես այդ գործողությունների ժամանակ եղել եմ լրիվ ուրիշ վայրում, որը ինձ հետո օգնեց տեսախցիկների ներքո ուրիշ գործողություն է կատարում ուրիշ շենքում։ Երբ որ իմացա, մենք չիմացանք էլ ընկերոջս հետ, ով նույնպես բերման ենթարկվածներից մեկն է, Դավիթ Հարությունյանը, մենք չենք իմանում ինչ է տեղի ունենում, ու քաղաքում ոչ մեկ չգիտեր։ Զանգահարում էին, ասում են, այդ ինչ են պայթացնում օպերայի մոտակայքում, մարդիկ ծեծում են իրար, ինչ-որ խառնաշփոթ է սկսվել, ու քաղաքում բոլոր ոստիկանները
մեկ խմբերով, մեքենաներով, ինչքան հնարավոր է շուտ հասնում էին օպերայի տարածք։ Մենք էլ հասանք օպերայի տարածք, արդեն մոտ ժամը 17:25-ի սահմաններում էր, ժողովուրդ կար հավաքված, ովքեր բորբոքված էին, տարբեր կոչեր էին հնչում, ոստիկանների հետ, չգիտեմ, կռիվ սկսենք, գնանք ոստիկանության շենք Շանթ Հարությունյանին ազատենք։ Մենք մի քանի նմանատիպ իրավիճակներում, որ հայտնվել ենք, մեր համար արդեն պարզ էր ովքեր են հիմնականում այդ կոչեր հնչեցնողները։ Նրանք հիմնականում համազգեստով շատ անգամ բացահայտված ոստիկանության աշխատակիցներ են, ովքեր փորձում են սադրել, փորձում են ինչ-որ գործողությունների դրդել մարդկանց եւ բնականաբար իրանք կորում են ասպարեզից։ Երբ որ մենք փորձեցինք ժողովրդին հանգստացնել եւ ասացինք, որ ոչ մեկ ոչ միտեղ չի գնում, քանի որ մեր բոլորի հիշողության մեջ շատ թարմ կա մարտի 1-ի դեպքերը, երբ որ ժողովուրդը փողոցներով քայլում էր կամ փողոցներում էր, որոշ տարեր մտնում խանութներ էին թալանում, խանութների ապակիներ էին կոտրում եւ վերջում ներկայացնում էր, որ ցույց հանող կամ ակտիվիստ մարդիկ են դրանք եղել, դրա համար մենք ասեցինք մնում ենք այստեղ, որպեսզի ճանապարհին այդպիսի խնդիրներ չառաջանան։ Ժողովուրդը համաձայնվեց, բոլորին հանդարտության կոչ արեցինք, հորդորեցինք Միքայել հետ գալ ոստիկաններից, ենթարկվեց ժողովուրդը, ոստիկանների հետ կոնտակտի մեջ չմտնել։ Դրանից հետո ոստիկանները շղթա կազմեցին եւ մարդկանց մայթի վրայից չգիտեմ որտեղ են ուզում հրելով տանել։ Մենք էլ քաղաքացիներով նույնպես շղթա կազմեցինք, ոստիկաների առաջ կանգնեցինք եւ ասեցինք, ասեք մենք ուր գնանք կամ ինչի գնանք ընդհանրապես, հիմնավորեք ձեր գործողությունները։ Այդ ժամանակ ոստիկանները առանց հիմնավորելու, առանց ինչ-որ բան ասելու քայլեք, մարդկանց վրայով քայլեք, բրդելով տարեք մարդկանց, հենց բառացիորեն այդպիսի հրամաններ էին տալիս։ Ում բրդելուց ընկավ ներքև, ովքեր ինքնակամ նստեցին գետնին, դրանից հետո միանգամից 7-8 հոգով կարմիր բերետավորները, ամենաբռնի ձևով, ամենալկտի պահվածքով, ամենալկտի բառերով բոլորին, հարվածելով, քաշելով 7-8 հոգով վերցնում են եւ տանում շպրտում են բառի բուն իմաստով ոստիկանական մեքենայի մեջ։ Նույն լկտի պահվածքը ոստիկանական մեքենայի մեջ։ Ինձ այդ մարդ կար նստած, ով ասում է, ես սրտային հիվանդ եմ, ասում եմ, խնդրում եմ մի բաժակ ջուր տվեք։ Ասում են, սրտային հիվանդ ես, մեռի։ Ոստիկանները, այդ մարդ հետո ուշա գնաց եղավ, ընկավ մեքենայի մեջ, խառնվեցին իրար, իմացան մահացել է այդ մարդը, ոստիկանները իրար վրա են գոռում, հարվածում էին իրար, կատարյալ քաոս էր, կատարյալ քաոս, եւ չեն հասկանում ինչա կատարվում, նրանք էլ չեն հասկանում, իրար չեն ճանաչում, ավելի խայտառակ վիճակ էր, երբ որ ինձ տարան ոստիկանության բաժանում կենտրոնի։ Ինչ ինքով ձեզ տարան։ Ես 3.5 ժամ այնտեղ նստած եմ, որ ոստիկանին հարցնում եմ ինձ ինչի եք բերում այն ենթարկել, ոչ մեկ պատասխանը չի գտնում, ոչ մեկ չի մանում ինձ ինչի են բերել, ես ոչ կարգավիճակ ունեմ, ոչ մի բան չունեմ, 3.5 ժամ, ես մտածում եմ ոնց որ սովորաբար լինում է, մայթին կանգնելու համար բերել են, քաղաքացիները շատ-շատերին բերում են անդադ մայթին կանգնելու համար, 182 հոդված գրում են եւ բաց են թողնում 3 ժամ հետո, երբ որ 3 ժամից արդեն ավել անցել էր 3.5 ժամ, ես ասացի, որ ցանկանում եմ գնալ արդեն, քանի որ դա իմ իրավունքն է։ Ասացին տղա ջան, մի քիչ համբերի, հեսա քո հարցերը կլուծենք։ Մի հատ ուզում ենք գտնենք, քեզ ով է բերել ընդհանրապես։ Ներս մտավ քննիչը, հատուկ քննչական ծառայությունից էր, ինչքան հիշում հաստատ ոստիկանությունից չէր։ Ասես տղա ջան, դու ոչ մի տեղ էլ չես գնում, դու ձերբակալվում ես։ Ասացի ինչի համար։ Ասին 316 հոդվածի երկրորդ մասով։ Տխրահարճակ այդ հոդվածի համապատասխան այդ մասով։ Ասացի իսկ ինչի համար, մի խոսքով, բա դու հաստատ ոստիկանի ես խփել, կասկածանքով դու հիմա կձերբակալվես, իմ իրերը վերցրեցին, այնտեղ փողի այդ սերյաները, բան ամեն ինչ ոնց որ կարգը պահանջում, արդեն կնքեցին, բան գոտի մոտի ամեն ինչ անում են, որ քեզ հեսա պետքա մատնահետքեր վերցնենք, համապատասխան միջոցառումներ անենք եւ քեզ ուղեկցենք համապատասխան վայրը։ Ես նրանց լավություն արեցի այդ պահին, ասացի մի արեք այդպիսի բան, որ մի ոստիկանը զեկուցագիր գրեց, որ ես այդ ժամանակ ոստիկանի եմ մատով կպել, ես խոսք եմ տալիս, ինքը հայտնվելու է ճաղերից այն կողմ, որովհետև ես այդ նույն ժամին, այսպես ասած, ալիբի ունեմ, որ ես այդտեղ չեմ եղել։ Ես ժամը 17:00-ից մինչև 17:10 եւ դրանից առաջ տեսախցիկների ներքո լրիվ ուրիշ շենքում, ուրիշ վայրում եմ եղել։
այդտեղ հետ կանգնեցին, իրենց արդեն լրացրած այդ խտերից, այդ ամեն ինչ, այդ process-ները, որ արել են, դրանից հետ կանգնեցին եւ մի վարքյան հիմա կճշտեն քո կարգավիճակը։ Այդ ընթացքում ինձ մոտ մտավ ԱԺ-պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, արդեն մոտ 4 ժամ ես այնտեղում, իմ կարգավիճակը արդեն փոխել են, ոչ իմ իրավունքներն են ինձ ծանոթացրել, ոչ ինձ փաստաբան են տրամադրել, ոչ մի բան։ Եվ նրա հարցերից հետո ինչի չեք պահպանում կարգը, ոնց որ կարգն է, ինչի այդպես չեք վարվում, նոր նրանք սկսեցին ինչ-որ գործողություններ անել։ Այդպես էլ միջև վերջ պարզվեց ինձ, որ ոստիկանն է բերել։ Ինձ բերելու արձանագրությունը, զեկուցագիրը կազմվեց մոտ 6-7 ժամ հետո ինձ բերելուց։ Այս ամեն ինչը որ ասում դա օրենքների, բազմաթիվ օրենքների խախտումներ են, հերթով օրենքներ, բոլոր օրենքի խախտումներ։ Օրենքի շրջանակներում շատ քիչ բան է տեղի ունեցել այդ օրը։ Շնորհակալություն շատ, Տիկին Հարությունյան, կխնդրեի, որ դուք որպես ձերբակալվածների պահման վայրերում վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամ ներկայացնեք ձեր աշխատանքի արդյունքները այս օրերի։ Կարող եմ ներկայացնել, քանի որ նման դեպքեր են լինում, մեր խումբը միշտ բոլոր դեպքերում այցելություն է կազմակերպում ձերբակալվածներին պահելու վայր, մշտադիտարկում է անցկացնում այնտեղ, հանդիպում է բոլորին ձերբակալվածներին, ովքեր այնտեղ կան, անգամ ոչ այսպիսի դրդապատճառներով այնտեղ հայտնված, եւ լսում է նրանց բողոքները, եթե իհարկե դրանք կան, նաև բացատրում են իրենց իրավունքները, չնայած բոլորն էլ կարծես գիտեին իրենց իրավունքները, ու փորձում ենք օգնած լինենք, ինչքան որ մեր սահմաններում էր բացատրելով իրենց իրավունքները, ինչից կարող են օգտվել, ինչից ոչ, այդքանը։ Դավիթը նկարագրեց իր անձնական օրինակի վրա, թե ինչ հանգամանքներում է եղել, նման դեպքերը շատ էին ձեր հանդիպած։ Ես ինքս գրեթե հանդիպել եմ նրանցից, եթե ոչ կեսին, ապա գոնե 10 հոգու, ի նկատի ունեմ ձերբակալվածների, ովքեր որ այնտեղ կային, արտաքին ոչ մի բան չեմ տեսել, ուսումնասիրվել են մատյանները, մատյանների արդյունքում ինչ են հայտնաբերվել, դրանք մենք կարող ենք կանոնադրության համաձայն մեր հարցումներ անել համապատասխան մարմիններին ու ստանալ դրանց պատասխանը, կարծում եմ հետագայում կտրվեն այդ պատասխանների արդյունքները։ Առհասարակ բնական է իրանց համար շատերը այնտեղ կային, որ առաջին անգամ էր իրանց համար այդ պայմանները, ձերբակալվածներին պահելու վայրի պայմաններից իրենք ոչ մեկ դժգոհություն չեն հայտնել, բայց լարվածություն կար բնականաբար, ուղղակի անսովորության համար։ Բայց էլի տեղի ունեցել էր, այսինքն իրենց տեղեկացրել էին հիմքի մասին, իրենք բոլոր հացակարգերը տեղի ունեցել էին իրենց հետ։ Ուրեմն բոլորին իրավունքները բացատրվել էին, իրենք գիտեին ինչ իրավունքներից էին օգտվում, համապատասխանաբար դիմել էին, որպեսզի օգտվեն օրինակ տեսակցության իրավունքից, քանի որ մեր այցելության ընթացքում պետք է արգելանք լինի քննիչի կողմից դրված գործի մեջ, բայց այդ գործի մեջի դրված արգելանքը բացակայում էր, ուստի մենք գիտեինք, որ պետք է կարողանան տեսակցել, իրավունք ունեն տեսակցելու, բայց քանի որ մենք իմանալով, որ տեսակցելու իրավունք ունեն ու ասելով, որ դրա իրավունքը իրանց վերապահված է, իրանք փորձել էին օգտվել եւ արգելվել էր, այսինքն խախտվել էր թեկուզ տեսակցելու իրավունքը հարազատների հետ։ Ըստ այդմ նաև հեռախոսազանգից օգտվելու իրավունքն է խախտվում։ Շնորհակալություն, պարոն Սաքուն, ասելիք ունեիք այս հարցի առնչությամբ։ Մի փոքր տարանջատենք ձերբակալության ու միջև ձերբակալության բերման ենթարկելու հետ արդեն նշվեց այստեղ, որ 3 ժամից ընդ որում դա վարչական, հա, բերման ենթարկելու, 3 ժամից ավել իրավունք չունեին պահելու։ Բայց փաստորեն շատ ավելի երկար ժամանակ են գտնվել ոստիկանության հսկողության տակ մինչև ձերբակալության վերաբերյալ որոշում կայացնելը։ Դա շատ կոպիտ խախտում է։ Ինչի համար, որտեղ մարդը չունի, դա տարածված պրակտիկա է։
Երբ որ մարդը այդ ընթացքում չունի իրավական կարգավիճակ, ըստ էության, հա, օրենքով չի, եւ ինքը ամբողջովին գտնում է հսկողության տակ եւ տեսեք ինչա, եթե քաղաքացին չկարողանա համապատասխան փաստարկները ներկայացնելու, ապա շատ հեշտ է եւ դյուրին է իր նկատմամբ ուրեմն մեղադրանք առաջադրելը եւ փաստաթղթեր լրացնելը, ուրեմն ձևական իմաստով ձերբակալության մասին որոշում կայացնելը։ Ես ուրիշ հարց ունեմ։ Այդ ինչպես եղավ, որ Շանթ Հարությունյանը լավ ասենք կոչեր արեց եւ այլն, որին ձևական իմաստով ուրեմն վերման ենթարկեցին, ենթանք ձերբակալության, բայց բոլոր 20 հոգին, մնացած 19 հոգի լինել էին, հա, այդպես բռնության կոչեր անում կամ բռնության գործողություններ կատարում։ Ուրեմն սա կոչվում է ոստիկանական բեսպրեդել, դա կոչվում է աբլավ ռուսերեն այդ բառը, այսինքն այն վերաբերմունքը, որ ցուցաբերում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ, նույնիսկ ասենք թե առանց աչք ունքը նայելու տվյալ տարածքում հայտնվել է եւ բոլորին պետքա բերել, հետո ջոկել թե ով է եւ ընտրողաբար մոտենալ։ Իսկ ես առավել քան համոզված եմ, որ ընտրողական մոտեցում է եղել, այսինքն նրանք հատարհատ իմացել են թե ում պետք է, հա, եւ նույնիսկ ժամանակ ու էներգիա չեն ծախսել, որպեսզի հատային բերման ենթարկեն թիրախային, այլ հավաքել են մի ամբողջ եսիմ 40-ից ավել մարդ էին տարել։ Եվ այդ 40 մարդուց ընտրողաբար վերցրել են նրանց, որոնց պետք է վերցնեին, սա մեկ։ Բայց վերստին ես ասեմ, որ իհարկե մենք սատանան միշտ մանրամասնությունների մեջ է թաքնված, բայց տվյալ դեպքում երևույթը, այն երևույթը, որ տեղի ունեցավ, միանշանակ է, որ ոստիկանության ծառայությունը ինքը սադրիչների միջոցով, դա հատուկ ինստիտուտ է, որը մենք տեսնում ենք եւ քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ բռնությունների կիրառման եւ մարտի 1-ից դա բարբերաբար օգտագործվում է, որ ստեղծում են անկառավարելի, տեսեք, փաստացի անկառավարելի, բայց իրենց կողմից կառավարելի վիճակ, որտեղ շունը տիրոջը չճանաչելու տարբերակով, հա, որտեղ երթը ինքը կարգավորված բնույթ ունի այն իմաստով, որ մարդիկ որոշակի մտքով հավաքում են որոշակի տեղից տեղ շարժվելու։ Սա է իրանց մտքում։ Իրանց մտքում չկա, որ այլ գործողություն կատարեն, եւ իրանց մտքով չի անցնում, որ այլ գործողության կատարելու դեպքում ինչ անել, հա։ Սա է նպատակը։ Իսկ երբ որ արդեն խժդժությունը ստեղծվում է, ըստ էության ստեղծում են քաոսային վիճակ, որտեղ իրենք են տիրապետում։ Այսինքն ուժի գործադրման համար հիմնավորում են ստեղծում։ Սա է ամբողջ քաղաքականության էությունը Հայաստանի Հանրապետության իշխանության, ստեղծել այնպիսի անկառավարելի, ուրեմն դա պլանավորված է, հա, այնպիսի անկառավարելի վիճակ, որտեղ իրենք ընտրողաբար կարող են հարվածել այնտեղ, որտեղից վտանգ են ստանում։ Սա մեկ։ Երկրորդը ուժի անհամաչափ գործադրումը։ Ինչ է նշանակում, ընդհանենք, լավ, 40 հոգին էին, հա, չնայած ըստ էության դեռ 40 հոգի երևի այդ հազիվ այդքան մարդ լիներ։ 40 հոգուն էլ միանգամից բերման են ենթարկում այդքան թվով, ջրցան մեքենաներով, ոստիկանության տարբեր ստորաբաժանումներով, հա, տարբեր կարմիր բերետավորներ, սև համազգեստավորներ, հա, հատուկ ջոկատայիններ, սովորական այդ պահակային կամ հասարակական կարգը։ Դուք ասեք 40 հոգու նկատմամբ ջրցան մեքենաներ եւ այդքան ոստիկանության ուժի կենտրոնացում, ես դա համարում եմ հրապարակային պատժիչ գործողություն կատարել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ։ Այսինքն, տեսեք, իրանք շատ լավ գիտեն, որ մարդիկ դուրս են եկել ընդվզելու անարդարության եւ անարդարության համակարգին։ Եվ իրանք թույլ տվեցին գա NX պահը, իսկ դա ես այս պահին հայտարարում, դա տիպիկ կագեբեական մտածողության եւ պլանի իրականացում, երբ որ թողնում են իրավիճակը գա ինչ-որ միտեղ եւ հետո հասունացնեն, հա, եւ ինքը արդեն ըստ իրանց ամենաճիշտ պահը ընտրելու հարվածին, որ իբր թե ցավոտ լինի։ Շատ սխալ հաշվարկ է։ Եվ ուժի անհամաչափ գործադրումը ես դա համարում եմ, որ իրապես դա ինքը հենց իշխանության քաղաքական ներության որպես դիկտատուրա է, բռնության միջոցով հարցերը լուծելու տիպիկ արտահայտություն եւ ապացույց, եւ իրենք պետք է հիմնավորեն թե ինչ օպերատիվ հետախուզական տեղեկատվություն ունեին, որ այդ 40 հոգին, չգիտեմ, Ալ-Կաիդայի ահաբեկիչներն են, որ այսինքն հայտնվել են Երևանի կենտրոնում եւ շատ արագ պետք է ուրեմն մեկուսացվեն եւ տարվեն ուրեմն եւ քննչական այդպիսի գործողություններ կատարեն։ Շնորհակալություն, պարոն Սաքունց։ Սամվել կխնդրեի, որ մի քիչ խոսենք անոնիմոս շարժումից առհասարակ,
քանի որ anonymous-ը ընդհանրապես ավելի շատ հեկտիվիստների, հակտիվիստների շարժում է համարվում եւ չէ, այսինքն թվային գլոբալ ուղեղ են իրենց անվանում, կուզեի որ մի քիչ պատմեք այդ շարժման նախապատմության մասին ու թե ինչքանով է այդ շարժումը մեզ մոտ օրգանական։ Դե առաջինը այն է, որ անոնիմուս շարժումը ինքը իսկապես ցանցային բնույթ է կրում, այսինքն համ իր կառավարման միջոցներով, այսինքն դեռ չկա կենտրոն, խմբեր են, որոնք իրար մեջ ինչ-որ կապեր ունեն եւ այնպես է ստեղծված, որ եթե ինչ-որ մի խումբ ձերբակալվի, մյուսի վրա դուրս գալը շատ բարդ լինի, դրա համար բարդ է հասկանալ, թե ընդհանրապես որ երկրում ինչքան ակտիվիստ կա անոնիմիստ։ Ուրիշ հարց է, որ այս շարժումը, որը մի 10 տարվա պատմություն ունի եւ հիմնականում այնտեղ հակերային հարցակումներ են անում տարբեր պետությունների վրա, որ երբ որ այնտեղ ինչ-որ խոսքի ազատության դեմ ինչ-որ մի բան է լինում եւ այլն, այսինքն դա շարժում է, որը կողմ է լրիվ ազատ ցանցի, ազատ ինտերնետի։ Դրան զուգահեռ զարգացավ շարժում, որը Occupy Wall Street-ից սկսեց եւ տարածվեց ամբողջ աշխարհում։ Դա ավելի շատ օֆլայն շարժում է։ Երկուսը իրար հետ ինչ որ հարաբերությունների մեջ են եւ միասին են գործում, հա, սրանք ցանցում, սրանք երևի նույն մարդիկ են նաեւ շատ հաճախ եւ այլն, չնայած այդ Occupy շարժումները շատ ավելի մասշտաբային են, ավելի մեծ են։ Հայաստանում կան անոնիմուսներ, թե չկան, սա ոնց որ ասած շատ վերացական հարց է իրականում, խոսքը նրանում է, որ արդյոք Հայաստանի վրա կամ Հայաստանի օգտին կամ Հայաստանի դեմ գործողություններ եղել են անոնիմուսի ստորագրությամբ, ապա կասեմ ոչ։ Այն որ մեզ մոտ եղավ, ճիշտն ասած, այ հիմա կուզենայի մի քիչ հենց մեզ մոտ եղածի հետ խոսեի, ինձ համար զարմանալի է, որ զարմացնում է, որ այսպեսի բան է եղել, ինձ համար զարմանալի է, որ այսպեսի բաներ Հայաստանում չկան։ Հայաստանը այդ տեսանկյունից շատ սառած երկիր է։ Ինչ առումով, մեզ մոտ կա քաղաքական ընդդիմություն եւ իշխանություն, բայց այդ երկու բևեռներից դուրս եկած երիտասարդական շարժումները կան, բայց իրենք նոր են ձևավորվում, հա։ Իրականում մենք ունենք այսօրվա դրությամբ իրավիճակ, երբ որ համ իշխանությունը, համ ընդդիմությունը ստագնացիայի մեջ են գտնվում, այսինքն իրենք բացարձակ ինչ-որ պասիվ վիճակում են, ամեն մեկը փորձում է ուղղակի իր դիրքը պահպանի եւ այլն։ Բնականաբար այս վիճակում շատ տրամաբանական է, երբ որ կսկսեն հայտնվել նաեւ ինչ-որ երիտասարդական շարժումներ, որոնց չի գոհացնում ոչ սառած իշխանությունը, ոչ սառած ընդդիմությունը։ Դրա համար ինձ համար ասում եմ, ավելի զարմանալի էր, որ այսքան ժամանակ այդ շարժմանը, որը աշխարհով մեկ գնում է, այստեղ քիչ կրող է եղել այդ գաղափարների։ Ուրիշ հարց, որ առաջին ոնց որ ասած մեկնարկը բավականին տարօրինակ էր ասում, որ շատերը չհասկացան ընդհանրապես սա ինչ էր, ոնց էր, եղավ, ով էին այնտեղ, օրինակ Դավիթին ես տեսնում եմ առաջի անգամ ու գիտեմ, որ այնտեղ մարդ է եղել, բայց անհասկանալի է իրականում իսկապես եւ դրա համար այդ տեսանկյունից մենք պետք է հասկանանք ընդհանրապես հայկական հայաստանյան քաղաքական դաշտը ինքը ինձ թվում է այսօրվա դրությամբ գնում է, քանի որ ընտրություններ չկան եւ առանձնապես մոտիվացիա չկա երկու բևեռների մոտ ինչ-որ բան անելու եւ երևի այսօրվա դրությամբ միակ ընդդիմությունը շատ սուբյեկտիվ եմ ասում, երևի Նիկոլ Փաշինյանն է, ուրիշ ռեալ ընդդիմություն ես չեմ տեսնում։ Նիկոլը ավելի շատ երևի էլի անոնիմուս է, ավելի շուտ քան քաղաքական ուժ է իրանից ներկայացնում, ավելի շատ, այսինքն ոճային առումով, հա, այդպես որ ասենք։ Դրա համար ինձ համար այսպես ասենք, ասենք ասենք, մենք պետք է չզարմանանք, որ տենց շարժումներ կսկսվի լինել, դա շատ նորմալ է ըստիս, շատ նորմալ է, երբ որ ոստիկանությունը իրենց ծեծում է, ամեն տեղ են ծեծում եւ դա տենց պետք է լինի, այսինքն այդ շարժման մեջ մտողները պետք է իմանան, որ իրանք ծեծվել են ոստիկանության կողմից, ոստիկանությունները պետք է իմանան, որ իրանք գլխին քարեր են գցելու եւ այլն, այսինքն դա
Ես զարմանում եմ, որ դա զարմանալի է, ամբողջ աշխարհում դա նորմալ բան է, ոստիկանությունը միշտ փորձում է ավելի ուժ կիրառել, այստեղ արդեն պետք է հասարակության մեջ մեխանիզմներ լինեն, որոնք կարողանան զսպել ոստիկանական համակարգը։ Ոստիկանական համակարգը ինքնին իր մեջից չի կարող լինել բարի, պուպուշ, սպիտակ եւ քնքուշիկ, հա, ինքը հենց ստեղծված է որպես ճնշող համակարգ։ Ուրիշ բան, որ այդ համակարգին, օրինակ հասարակական կազմակերպությունները բան, պետք է ինչ-որ ձևաչափ տան, թույլ չտան, որպեսզի քաղաքացիական համազգեստով մարդիկ մասնակցեն ոստիկանական համակարգի կողմից, հա, որոնք ինչ-որ սադրանքի գնան։ Պետք է հասկանալ, որ ոստիկանությունը իսկական այդպես ոնց որ բարդակն է։ Ես տեսանյութները նայում էի, այս տպավորություններ, որ բանա, զիլինա են խաղում, լիքը մարդով, տարբեր գույնի համազգեստներով, վազվզում են, ոչ ոք չի հասկանում, մի հոգու վրա մի 20 հոգի մարդ էր աշխատում, հիմնական ոնց որ մրջուններ է, որ մի բան բռնում են, մեկը մեծ կողմա քաշում, մեկը այն կողմա քաշում, վերջում ինչ որ դանդաղ շարժ դեպի մեքենա գնում է, այսինքն այստեղ բազմաթիվ հարցեր են առաջանում, հենց ոստիկանության գործելավոճից սկսած այնց որ վատ են աշխատել ու չափից շատ լավ են աշխատել, հա, ինչ որ հարցերով, այսինքն արդեն ուժի չափազանց կիրառում է եղել, թե չի եղել, այսինքն սա ուրիշ հարցեր են։ Այսքան է, շատ խառը ասեցի։ Շնորհակալ եմ, ինչ լրագրողներին հարց փոխանցելը, պարոն Վարդանյան, հետաքրքիր է այս ամենը լսելուց հետո լսել ձեր մեկնաբանությունը որպես քաղաքական վերլուծաբանի եւ մի հարց եմ ուզում ուղղել, որի պատասխանը կուզենայի լսել, ցանկացած հաջողված հեղափոխություն, ցանկացած հասարակության մեջ ինչ որ բացահայտ կամ ոչ բացահայտ օրգանապես տեղի ունեցող գործընթացների արդյունքում է տեղի ունենում որպես ինչ որ մի կիզակետ։ Արդյոք դուք համարում եք, որ մեր հասարակության մեջ ինչ փուլում եք համարում այդ գործընթացները մեր հասարակության մեջ։ Լավ։ Նախ ես ցանկանում եմ հետևյալը ասել, որ շատ հաճախ վերջերս այս դեպքերի հետ կապված ասվում է, որ տապալված հեղափոխություն, հա, այսինքն չստացվեց հեղափոխությունը, տապալվեց եւ այլն։ Շանթ Հարությունյանը նախապես հայտարարել էր, որ ինքը 2013 թվականին պետք է կատարի հեղափոխություն։ Դա հանրային, այսպես հայտարարություն էր եւ բոլորը դրա մասին գիտեին։ Բայց հեղափոխություն անել մեկ գործողությամբ ես համոզված եմ, որ Շանթ Հարությունյանը շատ փորձառու քաղաքական գործիչ է եւ կարդացած մարդ է եւ բնականաբար ինչ որ մեկ երթով այդ հեղափոխությունը չպետք է արվեր։ Եվ այս առումով ծիծաղելի են այդ պնդումները, որ այ հեղափոխությունը տապալվեց։ Նաեւ պետք է ասեմ հետեւյալը, որ այն ինչ որ տեղի ունեցավ, այսինքն այդ պայթուցիկները, հա, ինքնաշեն որ պայթացվեցին, եթե մենք դիտարկենք Շանթ Հարությունյանի ուրեմն հայտարարությունները, որոնք եղան նախապես, ուրեմն նախ եւ առաջ Շանթ Հարությունյանը ասում էր, որ 1 ամիս մոտավորապես ժամանակահատված պետք է տևի, երկրորդը ասում էր, որ որոշակի շենքեր պետք է գրավեն եւ այդ ինքնաշեններով ես պայթացնելու եմ այդ շենքերը, հա, եւ որևէ տրամաբանություն չկար, որ Շանթ Հարությունյանը եւ իր կողմնակիցները դուրս գալով Մաշտոցի պողոտա պետք է սկսեին այդ պայթացնելու գործընթացը իրականացնել, ինչ որ բռնություն կիրառել եւ այլն, որևէ տրամաբանություն չկա եւ այստեղ դրա համար մենք կարող ենք հիմնավոր կերպով, հա, ենթադրել, որ դա եղել է պրովոկացիա, որպեսզի նախ եւ առաջ ես կարծում եմ, որ այստեղ կարող են հետեւյալ հանգամանքները հաշվի առած լինեն պրովոկացիա անողները, հա, կազմակերպողները, որ նախ եւ քաոս ստեղծեն եւ հասկանալի չլինի, թե լավ, սա ինչ գործողություն է, ինչու համար պետք է պայթեցվի, հա, հասարակությունը տեսնելու է եւ եթե շատ չի խորանալու բուն նյութի մեջ, այնպեսի տպավորություն է ստեղծելու, որ ինչ որ մարդիկ անհավասարակշիռ կերպով դուրս եկան, հենց ոստիկան տեսան, սկսեցին այդպիսի վարք դրսևորել։ Եվ
ինչու հենց սկզբից չարվեց դա, եթե արդեն իսկ հայտարարություն էր արվել, որ մենք ունենք այսպիսի ուրեմն ինքնաշեն գործիքներ, հա, եւ նույնիսկ ասվեց, որ եթե ավտոմատ մեր դեմը դուրս գան եւ ավտոմատով կրակեն, եթե մենք ողջ մնանք, կպատասխանենք այդպես, հա։ Եվ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները իր կողք այդ ժամանակ կանգնած են, եւ դրանից հետո երթը արդեն իսկ սկսվում է ընթանալ, իրենք ուղեկցում են ինչ-որ ժամանակ հետո, եւ նոր միայն փողոցը փակելու այդ ժամանակ, հա, ու սկսվում է այդ բախումը։ Այսինքն ակնհայտ է այստեղ, որ այն ինչ որ իշխանությունը ներկայացնում է, հա, իրականության հետ որևէ կապ չունի, դեպքերի նկարագրման վարկած իշխանական, ես ասում եմ, բացարձակապես սնանկ է։ Այստեղ իհարկե այլ մենք հարցեր պետք է ուրեմն քննարկենք նաև։ Ուրեմն նախ համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ ժողովրդավարություն հաստատվում է մի շարք պայմանների առկայության դեպքում, որոնցից ամենակարևոր ուրեմն պայմանը, կամ պայմաններից մեկը առնվազն, կարևոր պայմաններից մեկը ժողովրդավարական կամ պրոդեմոկրատական շարժման առկայությունն է։ Պրոդեմոկրատական շարժումը սովորաբար որպես կանոն, հա, ոչ բռնի մեթոդների միջոցով է պայքարում, այն բավականին լավ կազմակերպված է, գործողությունները հստակ մշակված են, ունի ներքին դեմոկրատական կառուցվածք եւ ունի ռազմավարություն, մարտավարություն եւ այլն։ Եվ բնականաբար ներառում է գրեթե, այսպես ասենք, հա, դեմոկրատական արժեքներ կրող ողջ հանրությանը։ Ինչու, որովհետև այնպիսի նպատակներ է դնում, որտեղ տարբեր այդպես գաղափարախոսական տարաձայնությունները դրվում են մի կողմ, այսինքն այնտեղ կարող է եւ սոցիալիստը, եւ լիբերալը, հա, կազմակերպվել, որովհետև մեկ նպատակ կա՝ բռնապետությունը, ուրեմն, այսպես ասենք, չեզոքացնել եւ հաստատել ժողովրդավարական կարգեր, կամ գոնե պայմաններ ստեղծել, որպեսզի լինեն ազատ արդար ընտրություններ։ Եվ դրանով արդեն սահմանափակվում է այդ շարժումը, հա, այդ ֆորմատը արդեն, եթե այդ խնդիրը լուծեց, այդ ֆորմատը վերանում է, այն վերածում է արդեն տարբեր, այսպես ասենք, կազմակերպություններ են ստեղծվում դրա հիման վրա եւ այլն եւ այլն։ Այստեղ մի բան էլ պետք է իհարկե նշել, որ ամբողջ աշխարհում, ինչպես Սամվել ասեց, ընդունված, այսպես տարածված երևույթ է, երբ պայքարում են նաև ռադիկալ, այսպես, մեթոդների կողմնակիցները, հիմնականում երիտասարդներ են լինում, եւ իրենք էլ ունեն իրենց, այսպես ասենք, գործողությունների համար թույլատրելիության սահմանը, հա։ Այսինքն, չգիտեմ, դրանք մոլոտովի կոկտեյլներ են, դրանք քարեր են, դրանք ինչ-որ փայտեր են եւ այլն։ Նույնիսկ մենք ուրեմն եթե ուսումնասիրենք այդ բոլոր դեպքերը, բոլոր չէ, մի շարք դեպքեր, որոնք տեղի ունենում այդ ռադիկալ խմբավորումների մասնակցությամբ, կտեսնենք, որ ոստիկանությունը ուրեմն չի միջամտում, ոստիկանությունը քաշվում է ետ, այդ մարդիկ գալիս են, ջարդ ու փշուր են անում, ասենք վիտրինաները, օրինակ անտիգլոբալիստները, հա, կամ ալտեր գլոբալիստների մոտ է դա տարածված։ Այդ համաշխարհային բրենդների, չգիտեմ, խանութները եւ այլն ջարդ ու փշուր են անում, հրդեհում են ինչ-որ մեքենաներ եւ այլն, դրանից հետո նոր գալիս են եւ ձերբակալում են կոնկրետ այդ գործողությունները իրականացնողների եւ կոնկրետ այդ գործողությունները իրականացնողները, եթե ուժը համաչափ է կիրառվում, երբևէ չեն ներկայացնում պրետենզիա, որ այ ինչու ձերբակալեցի, բա իհարկե պետք է ձերբակալել, որովհետև դու վերցրեցիր եւ ջարդեցիր, ասենք կամ հրդեհեցիր ինչ-որ մի շենք եւ այլն, հա։ Սա իհարկե այդ ռադիկալ գործողություններ իրականացնողների քանակը միշտ լինում է փոքր, հնարավոր չի, որ հասարակության լայն զանգվածներ ներգրավեն նման ուրեմն խմբի նման շարժման կամ շարքերը կամ գործնեությունների ուրեմն մեջ մտնեն, որովհետև նախ եւ առաջ գիտեք խնդիրն այն է, որ
մեծամասնության, հասարակության մեծամասնությունը այնուամենայնիվ հակված է այսպես փափուկ գործողությունների եւ կոշտ ռադիկալ գործողությունները միշտ խոցելի են դարձնում այդ գործողությունները իրականացնողներին եւ այդ գործողությունները պետք է այդ գործողությունը իրականացնողները պետք է պատրաստ լինեն դրան, հա եւ բնական է որ բնակչության մեծամասնությունը խաղաղ մեթոդների կողմնակից է լինում եւ ներգրավում է խաղաղ մեթոդներով իրականացվող ուրեմն շարժման շրջանակներում որը եւ ինչպես ես նշեցի հիմնական այսպես պայմաններից է ժողովրդավարության հաստատման մենք նաև հետևյալ խնդիրը պետք է ուրեմն քննարկենք ուրեմն անոնիմոս շարժումը եւ այդ երթը իրականում ընտրված էր որպես սիմվոլիկ ինչ որ մի չգիտեմ հա բրենդ միգուցե կարելի ասել հա եւ դժվար է այսպիսի ենթադրություն անել, որ Շանթ Հարությունյանը այդ համաշխարհային շարժման մասնակից է ուղղակիորեն, հա? Եվ նաև իսկապես նրա գաղափարները այդքան էլ համահունչ չեն հիմնականում այդ շարժման գաղափարախոսությանը, որը ավելի շատ այսպես ձախ կամ ռադիկալ ձախ գաղափարախոսություն ունեցող մարդկանց բան է։ Բայց պետք է նաև շեշտեմ հետևյալը, որ Շանթ Հարությունյանը շատ սթափ եւ adekvat գնահատականներ է տվել ներկայիս քաղաքական համակարգի առումով եւ այն արժեքները, որոնք հռչակվել է, հա, որոնք հռչակվել են։ Տեսեք, ես չեմ ասում այն ինչ որ ինքը իրականում կրում է, ես չգիտեմ։ Շանթ Հարությունյանը հակասական կերպար է եւ նրա հայտարարությունների, նրա հարցազրույցների ժամանակ մենք կտեսնենք, որ ասենք որոշ չափով սեքսիզմ կա նրա գաղափարի մեջ, հա, եւ այլն, կամ քրեական աշխարհին բնորոշ ինչ որ հա մտածելակերպի տարրեր, այսպես ասենք, հա, բայց կոնկրետ հիմա, կոնկրետ այն հիմնական գաղափարախոսությունը, որը ներկայացվել է, դա իսկապես դեմոկրատական գաղափարախոսությունն է, լիբերալ գաղափարախոսությունն է, ազատություն, եղբայրություն, հավասարություն, արժանապատվության համար պայքար, հա, եւ այստեղ պատճառը հենց այն հանգամանքի պատճառը կամ այն երևույթի պատճառը, որ մենք տեսնում ենք այսօր, որ հասարակության մի զգալի հատված իրականում դրական է վերաբերում Շանթ Հարությունյանին եւ նրա գործողություններին, հենց գալիս է դրանից հռչակված նպատակներից, արժեքներից, նաեւ նրա ազնվությունը, հա, բոլորը տեսել են, որ նա ինչ մոտավորապես կյանքով է ապրում, ինչ որ համահունչ է նրա գործողությունը եւ նրա գաղափարը մեկը մյուսին չեն հակասում շատ դեպքերում, հա, եւ այսպիսի հանրային հնչեղություն ձեռք բերեց այս հարցը, բայց նաև այսպիսի մի բան էլ պետք է նշեմ, որ այնպիսի տպավորություն կա, որ իշխանությունները իմանալով այս ամենը, իմանալով Շանթի կերպարը, փորձում են օգտվել առիթից եւ վարկաբեկել յուրաքանչյուր տեսակի բողոքի գործողություն, հա։ Եվ այստեղ պետք է որ նաև Շանթի կողմնակիցները ինքը Շանթը զգույշ լինեն այս առումով, որովհետև ես տեսնում եմ, որ այդ օգտագործելու տենդը իշխանությունների մոտ բավականին այսպես շատ զարգացում է ապրում, հա։ Շնորհակալություն, լրագրողներից հարցուն էինք, խնդրեմ։ Կներկայանաք, խնդրում եմ։ Չէ, ով է ասել կոնկրետ, որովհետև ես որ ներկայացնում եմ, որ այդպիսի գնա կոնկրետ, որովհետև հիմա շատ կարող է թե ով է նման գնահատական տալիս։ Չէ, գիտեք, տարբեր արվեստագետներ կան պալատական, կան անկախ, կան ինքնուրույն եւ այլն, հա,
Ուրեմն բացարձակապես այդտեղ խուլիգանություն չկա, արդեն նշվեց դա ընդվզման տարբերակ եւ ավելին նշեմ, որ խուլիգանությունը հրահրեցին հենց ոստիկանության կողմից ղեկավարող սադրիչները։ Շանթ Հարությունյանը հստակ ասեց. մենք բռնություն չենք կիրառելու։ Դա կախված է ոստիկանությունն ինչպես իրեն կպահի։ Ախր չի կարելի մարդու ասածը, որը ինքը ասում է եւ դա այդ ուղղությամբ գնում, մոռացության տալ եւ կտրել, հետո ինչ որ իրադարձություն է ստեղծում, ընդ որում հետաքրքիր նիշն է, որ զարմանալիորեն ոչ մեկ չի անդրադառնում եւ ցավ չի պատճառում, որ արդեն ձերբակալված մարդկանց նկատմամբ բռնություն գործադրել։ Ես չեմ տեսնում համընդհանուր դատապարտում։ Ուրեմն ոստիկանապետը Հայաստանի Հանրապետության ոստիկանապետը եւ տեղակալը ձերբակալված անձանց նկատմամբ բռնություն են գործադրում, ծեծի են ենթարկում։ Ես չեմ տեսնում համընդհանուր դատապարտում։ Եվ խոսում են ինչ-որ խուլիգանության մասին, որը հենց իրանց կողմից։ Սա ուղղակի, չգիտեմ, ադեկվատության, համարժեքության, բացակայության մասին է խոսքը։ Ֆրանսիայում էթնիկ արաբների այդ բազմահազարանոց եւ երկարատև ցույցերի ժամանակ, երբ որ վառում էին իսկապես արդեն նշվեց, մի հատ մեկի քթից արուն չի կաթացել։ Մի հատ այդ ցուցարարներից, որից է մեկի նկատմամբ բռնություն չի գործադրվել։ Ոչ այդ գործողությունների կատարման ժամանակ, ռադիկալ իրապես եւ հակաիրավական, եւ ոչ միայն եւ ոչ էլ բանը ձերբակալության ընթացքում։ Ուրեմն ձերբակալվածների նկատմամբ բռնության հարցը հանդիսանում է քրեական հանցագործություն, որի համար անձամբ ոստիկանապետը եւ Հունան Պողոսյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն անհապաղ։ Հասկանալի է։ Եվ այն թե բա հնարավոր է, որ ոստիկանապետը նման բան անի, այո, հնարավոր է։ Ոստիկանապետը արդեն արել է, երբ որ Վարդգես Գասպարին բերման ենթարկել իր հենց աշխատասենյակը։ Այո, հնարավոր է։ Եվ ոչ թե ոստիկանապետը պետք է բավարարվի հերքելով, այլ քննություն դա համար պետք է կատարվի։ Դուք ով եք, պարոն ոստիկանապետ, քննություն իրականացնող եք։ Ինքը ձեզ քննում եք, հա։ Դա հատուկ քննչական ծառայության գլխավոր դատախազության կողմից անհապաղ քրեական հանցագործության հաղորդման մասին հիմք է։ Հասկանալի ինչի մասին է խոսքը։ Խուլիգանությունը իրանք սարքել են, իրանք էլ խուլիգանության այդ սարքած իրավիճակում հիմք են ստեղծել մարդկանց, ուրեմն խաղաղ երթը խոչընդոտելու։ Ավելին, մի քանի օր առաջ արդեն քան մարդ ասում է, չէ՞ որ գնալու են, գրավելու են եւ այլն։ Գրավող մարդը նախորդ հայտարարում է, կամ բռնություն կատարող մարդը հայտարարում, լավ ընտանիք հայտարարեց։ Ինչքանով է իրական այդ սպառնալիքը իրականացելու։ Խաչիկ Ասրյանի նկատմամբ եւ մենք հաղորդում ենք ներկայացնում, որ կոչ էր անում բանը, որ գտնում էր, որ պետք է վառել Զարա Փոստանջյանի խարույկի վրա, հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացնում քրեական գործ չարուցել, որովհետեւ դա այդ սպառնալիքը իրականացնելու համար դա հնարավոր չէր, հա։ Պաշտոնատար անձի կողմից այդ սպառնալիքը հնարավոր չէ, իսկ այդ մի խումբ մարդկանց կողմից հնարավոր է, հա, բանը։ Լատեսիկ ինչ ինստիտուտ է, Բաղրամյան 26, KGB-ի շենք, ոստիկանության շենք, չգիտեմ, այդ սաղ բռնագրավել։ Կամ ենթանենք, եթե իրական էր, ինչի՞ չեք միջև հիմա, միջև այդ կանխարգելիչ միջոցներ ձեռք առնում։ Այսինքն կանխամտածված անգործություն են ցուցաբերում, եթե իրանք գտնում են, որ դա սպառնալիք է, դա կանխարգելելու ուղղությամբ, եւ գիտակցված ուրեմն անհամարժեքություն եւ բռնություն են կիրառում գիտակցված մարդկանց նկատմամբ, երբ որ իրանք որպես ինչ անեն վարկաբեկեն, չի անցնելու այդ վարկաբեկումը, ավելին ես ձեզ ասեմ, այդ ընդվզումը ամեն մեկի մեջ կա ընդվզել այս սիստեմի դեմ։ Իհարկե կարող է, ոչ թե կարող է մեծ մասը դեմ են բռնությանը, բայց կներեք մի հատ բան, եթե բռնության վրա հիմնված է իշխանությունը, ինչքան ժամանակ մարդիկ կարող են դիմանալ, հա, հարց։ Շնորհակալություն մեկնաբանության համար, պարոն Սաքուն։ Ինքը ասում են գնում է, գիտեք ոնց է, պայթացնողներ մի անգամից այնա կգնար կպայթացնի, դուք Շանթին լավ չեք ճանաչում։ Առանց ասելու կգնար կդեմը, նախագահական դեմը հենց կպայթացներ։ Հասկացաք ինչ եմ ասում։ Դե որտեղ իր նպատակը պայթացնելը չէր։ Իր նպատակը որ այն Սամվելը լավ ասավ, սառած վիճակը եւ հասարակության, եւ իշխանության, եւ ընդդիմության
Այս սառած եւ խորը անտարբեր վիճակը, որ քու երկիրը օրը ցերեկով տանում են կործանման, այդ սառած վիճակից հանել դեպի միջև տաքացման վիճակ, հա, որ մի քիչ խելքի գամ։ Սա էր ընդամենը։ Մի քիչ տեղից շարժվեք, ժողովուրդ, դες ինչ է կատարվում։ Հարմարվում եք, որ ինչ անեք։ Հաշտվում եք, որ ինչ անեք։ Սա էր ընդամենը ասածը։ Դուք համոզված եք Շանթ Հարությունյանի մտքումերն առանց ձեզ ասելու գնալու էր միանգամից կգցեր։ Կասկածում եք։ Շնորհակալություն պարոն Սաքունց, ունենք լրագրողներից այլ հարցեր։ Խնդրեմ։ Ում է ուղղված հարցը Ես ազնվորեն ասած այդ պահին հանգարցակի եմ այդտեղ եղել, չեմ հասկացել թե փողոցը ինչու է պատված, փորձել եմ ԶԼՄ-ներից հասկանալ եւ առաջինը ինչ որ ես գտա վերնագրերի մեջ դա այն էր որ մոլոտով կոկտեյլները են վառված մեքենաների լուսանկարներ կային լուսանկարներ, կոկտեյլ մոլոտով շպրտողներ, ինչ որ ձեռքեր եւ այլն։ Հետո հետադարձ, ոնց որ ասած, երբ որ հաստատեղ համակարգչի մոտ նստեցի, պարզվեց, որ շատերը ուղղակի Google-ով ման են եկել, ինչ որ տենց ապստամբության լուսանկար։ Ինձ մոտ մի քանի լրատվամիջոցի լուսանկարներից տպավորություն եղավ, որ կենտրոնում ինչ որ մի հատ շատ հզոր, մեծ պատերազմ է գնում, ասենց ասեմ, հա։ Հաշվի առնելով որ ոստիկանական մեքենաներն էլ անընդհատ վնգալով գնում գալիս էին, ընդհանուր, այսպես ասած, խուճապայի բանը ապահովված էր երկու կողմից, հա։ Իհարկե մյուս կողմից նաև այսպես պետք է ասել բովանդակության, խուլիգանության ձեր հարցը միասին, եթե միավորենք, նայեք, այս շարժումը շատ նույնիսկ լրատվամիջոցների, լրագրողների մոտ ինչ որ ոչ հստակ բաների վերեց, նկարագրումների, հասկանալու եւ այլն, այն պատճառով որ այստեղ ոնց որ 3 բան իրար մեջ էր խառնված։ Առաջինը այդ անոնիմիստների դիմակները շատ հստակ պատկեր են, ինչ որ շատ հստակ կաղապարի մեջ են դնում այս շարժումը։ Իհարկե Հայաստանում յուրահատուկ էր որ հետևից էին շատերը կապցրել, հա։ Այսինքն մի կողմից կար անոնիմուսի պիտակը, որը նշանակում է որ սա անարխիստական ձախ ծայրահեղականներ են։ Մյուս կողմից ակնհայտ ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչներ կան, այսինքն նաև ինչ որ շատերը կուսակցական կապեր են փորձում գտնել, եւ երրորդը կոնկրետ հենց Շանթ Հարությունյանը, որը ազնվորեն ասեմ, իհարկե տարբեր բաներ են աճում, բայց իր ասածները ինձ մոտ շատ տարօրինակ տպավորություն են շատ հաճախ թվում, շատ դժվար է ընդհանուր պատկեր կազմել, թե այդ մարդը ինչ է ասում, շատ ինքը իսկապես հակասական բաներ է ասում, կպայթացնեմ, չեմ պայթացնի, ես իր հարցազրույց երբ կարդացի իր պլանը ոնց է անելու հեղափոխությունը, դա կարելի է տարբեր ձև մեկնաբանել, դա կարելի է ինչ որ տակտիկական խորամանկություն, պոստմոդեռնիստական հայտարարություն, ոչ սթափ մարդու հայտարարություն, շատ հստակ հասկացող իր գործողությունները հայտարարություն, հազար մի ձև։ Ու ես ազնվորեն ասած, ես էլ չգիտեմ ոնց մեկնաբանեմ իր ասածները եւ արածները, այսինքն այստեղ կա անոնիմուս, կա ընդդիմադիր հայացքներ, ընդվզում, որը շատ են, այդ կողքից կանգնած նայողներն էլ շատերը կուզենային մասնակցեին, եթե հասկանային ինչ է կատարվում, պլյուս կա Շանթ Հարությունյան, որը ամեն ձև ալիքները խառնումա չի թողում մարդ հասկանա, թե ուրա գնում այս շարժումը։ Բնականաբար դրանից հետո լրագրողները, որոնք սովոր չեն այս ձևի գործողությունների, դες չէ որ ամեն օր Հունաստան չէ, էլի որ ամեն օր դուրս են գալի, իրար սկսում են ծեծել, ջարդել, ոստիկանությունը արդեն չի պարապում, այլ պարապում է հենց բաների վրա, մարդկանց վրա, որտեղ ժամանակ էլ չունի պարապելու, ամեն օր իրար ծեծում ջարդում են, այստեղ արտարոց իրավիճակը բնականաբար լրագրողները ինչ որ շատերը ապակողնարված են։ Պարզա որ ուղղորդված լրագրողներ էլ կան, պարզա որ մեր դաշտը
կա իշխանական լրագրողներ, հա, կան լրագրողներ, որոնք ինչ որ պատվեր են կատարում եւ այլն, եղած խառը իրավիճակում այդ պատվերը կատարելը շատ ավելի հեշտ է։ Երբ որ հստակ բան չկա, ինչա կատարվում, հստակ հայտարարություն չկա, հստակ հասկանալ չկա, պարզ չի ով է այնտեղ մասնակցում, այսինքն բոլորը գիտեն շանթին, մնացած մասնակիցները հասկանալի չէ ով են, որտեղից իրանք հայտնվեցին, ուր գնացին, այդ ում ձերբակալեցին, հասկանում եք, այս խառը իրավիճակը, ոնց որ ասած, ով ինչ ուզի կգրի։ Ես էլ կարամ գրեմ, որ բաներ էին։ Ռուսական սպեցնազի պատմություն շատ լավ վառ օրինակ է, հա, որ մեկի մեջքին ռուսերեն գրած է, արդեն շատ լուրջ քննարկում Ռուսաստանի սպեցնազն է մասնակցել։ Ու այդ նշանակում որ իսկական մարդիկ չեն հասկանում ինչ է եղել ու կարելի է ամեն ինչ քննարկել։ Ես ուզում եի մի մեկնաբանություն անել կապված նրա հետ, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ, հա, այս ամենը։ Ընդհանրապես, տեսեք, արդեն իսկ դիտարկումները ցույց են տալիս, որ այս кейսը, այսպես ասեմ, եւս մեկ գործոններից է հանրության պառակտման տանելու պոտենցիալ ունի այդպիսի, հա։ Արդեն իսկ ընդդիմադիր հանրության շրջանում, հա, հանրության, այսպես ասենք, ընդդիմադիր հանրության մեջ երկու ճամբարներ են ձևավորվել։ Մի ճամբարն ասում է, որ շատ լավ է արել, շատ նորմալ է ամեն ինչ եւ այլն, այն մեկը, որ այստեղ ինչ որ խաղ կա, որ այդ մեթոդ չի, այդ գործ չի, այստեղ վարկաբեկվում ընդհանուր ընդդիմադիր շարժումը եւ այլն։ Եվ շատ բարդ է այսօր կանխատեսել եւ գնահատականներ տալ, թե այն ինչ որ տեղի է ունեցել, սա դրական առումով է ազդելու ընդդիմության հզորացմանը եւ վերջնական, այսպես ժողովրդավարության հաստատման առումով, հա, թե ոչ։ Համաշխարհային պրակտիկան այս առումով տարբեր բաներ է ցույց տալիս եւ տարբեր քաղաքագետներ իրականում տարբեր իրարամերժ գնահատականներ են տալիս։ Օրինակի համար Մալքոմ Էքսը Միացյալ Նահանգներում, երբ որ պայքար էր գնում սևերի իրավունքների համար, հա, Մարտին Լյութեր Քինգին մենք գիտենք, որը խաղաղ մեթոդների կողմնակից էր եւ ինքն էր հիմնականում, այսպես ասենք, այդ շարժումը առաջնորդում տանում եւ նրանով ենք մենք ճանաչում սևերի շարժումը, բայց կար նաեւ Մալքոմ Էքսը, որը բռնի մեթոդների կողմնակից էր եւ ասում էր, որ այս մեթոդներով հնարավոր չէ պայքարել, հա։ Հիմա կավեճ արդյոք նա խանգարում էր, երկարացնում էր այդ գործընթացը իրավունքների նվաճման, թե նպաստում էր։ Օրինակ երկրորդի այսպես կողմնակիցները ասում են, որ իրականում իշխանությունները վախենալով ավելի շատ Մալքոմ X-ից եւ նրա գործողություններից նախընտրել են համագործակցել կամ զիջումներ անել Մարտին Լյութերին եւ նրա կողմնակիցներին եւ այսպիսով այսպես հարցը լուծվել է, հա։ Դժվար հարց է սա։ Նույնը Չիլիում, երբ որ Պինոչետի դեմ պայքարում էր կազմակերպված ընդդիմությունը խաղաղ մեթոդներով, հա, կային տարբեր կառույցներ, նույնիսկ եկեղեցու հովանու ներքո կազմակերպվում էր դիմադրություն ռեժիմին։ Սա է շատ հետաքրքիր բան, հա։ Եկեղեցին նպաստում էր, որպեսզի պայմաններ էր ստեղծում, աջակցում էր, որպեսզի պայքարեին բռնապետության դեմ։ Ուրեմն զուգահեռ այդ խաղաղ գործընթացին կոմունիստ պարտիզանները բռնի զենքով պայքար էին մղում Պինոչետի դեմ։ Եվ այստեղ էլ շատերը ասում են, որ նրանք խանգարում էին հաղթանակին, որ անընդհատ երկարացվում էր, այսինքն ինչու, որովհետև իշխանությունները ցույց տալով, որ այ տեսեք սրիկաներ են մարդ են սպանում իրենք, ինչ որ գույք են փչացնում եւ այլն, հա, խարխրում են մեր պետության հիմքերը, մեր հասարակությանը վնաս են հասցնում, հասարակության այն հատվածին, որը պոտենցիալ ուներ գնար պայքարելու, տունն էր մնում, ասելով որ հա, դե իսկապես չարժի նման բանի մասնակցել։ Բայց մյուս կողմից էլի այսպիսի հանգամանք կա, որ հնարավոր է նաև ինչ որտեղ նպաստում էր, որովհետև վախենում էին իշխանությունները, որ սա ավելի լայնածավալ կդառնա եւ ավելի լավ է այսպես փափուկ ուժ կիրառողներին գնան զիջումների, հա։ Այնպես որ խնդիրը մի բան կարող ենք արձանագրել, որ նաև որ հանրային դիսկուրսը հարստացավ նոր երևույթով
Եվ կարծում եմ, որ ավելի ինտենսիվ պետք է քննարկումները դառնան, թե լավ, ինչ մեթոդներով, ինչպես պետք է պայքարել, ինչ է պայքարը վերջի վերջո, հա, ինչ արժեքների շուրջ մենք պետք է համախմբվենք կամ չպետք է համախմբվենք եւ այլն։ Այսքանը։ Շնորհակալություն, բոլոր հյուրերին հարցնեմ, արդյոք կա մի հարց, որը չհնչեց եւ կա մի թեմա, որին կուզեի կանդրադառնալ, շատ համառոտ, որովհետև մեր եթերաժամանակը սպառվում է, հետո հնարավորություն կունենաք լրագրողների հետ ազատ շփման։ Շնորհակալությունից ուղղակի անհրաժեշտ եմ համարում նշել հետևյալը։ Անկախ նրանից, թե Շանթ Հարությունյանի արտահայտությունների, հայտարարությունների մեջ հակասություն կա, թե հակասություն չկա, կնհայտ է, որ Շանթ Հարությունյանը միանշանակ քաղաքական որպես գործիչ նաև քաղաքական վերաբերմունք է եւ դիրքորոշում է արտահայտել գոյություն ունեցող իրավիճակի վերաբերյալ եւ կատարելա գործողություն։ Միանշանակ է, որ այդ գաղափարների իրականացման ուղղված գործողության համար Շանթ Հարությունյանը ձերբակալված է եւ այսօր ամենայն հավանականությամբ 316 հոդվածի մասով ուրեմն կալանքի որոշում կկիրառեն։ Եվ միանշանակ է, որ Շանթ Հարությունյանը հանդիսանում է քաղբանտարկյալ, քաղաքական հետապնդման զոհ է հանդիսանում, ինչպես նաև մյուս ակցիայի մասնակիցները, որոնք ոչ թե իր կուսակցական համախոհներն են, այլ մարդիկ, որոնք նույնպես անտարբեր չեն իրավիճակի նկատմամբ, որ գոյություն ունի։ Որևէ քայլեր պատրաստվում եք ձեռնարկել։ Եվ այդ բռնությունների հետ կապված, որպես միջած ասեմ, որպես իրավապաշտպան կազմակերպություն եւ ընդհանրապես նման գործողությամբ զբաղվող, ես դեմ եմ ցանկացած բռնությանը, բայց առավել դեմ եմ իշխանության կողմից բռնությունը քաղաքացու նկատմամբ, որտեղ ես չեմ լիազորել որևիցե մեկին եւ հարկեր չեմ վճարում, որ նա իր լիազորությունը օգտագործի քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրելու։ Վաղը ժամը 12-ին Ազատության հրապարակում շտաբ հավաք ենք մենք կազմակերպում մի խումբ համախոհներով եւ արդեն տարածել ենք սոցիալական ցանցերով Ազատություն հրապարակից Մաշտոց Սայատնովա Նալբանդյան ոստիկանություն շենք, այնուհետև ոստիկանության շենքից Մոսկովյան, Աբովյան միջև գլխավոր դատախազություն։ Պահանջը ուրեմն քրեական անհապաղ նախարարին հերթին, անհապաղ ազատ արձակել Շանթ Հարությունյանի եւ մյուս ազատազրկվածներին, ձերբակալվածներին, անհապաղ։ Երկրորդը քրեական գործ հարուցել Հայաստանի Հանրապետության ոստիկանապետի հիմքերը բավարարեն քրեական գործ հարուցելու, չենք ասում միանգամից ազատազրկել կամ ձերբակալման որոշում կայացնել։ Քրեական գործ հարուցել ոստիկանապետի եւ նրա տեղակալի եւ ոստիկանության մյուս աշխատակիցների նկատմամբ, որոնք բռնություն ծեծ են կիրառել Շանթ Հարությունյանի մյուս ակտիվիստների եւ քաղաքացիների նկատմամբ ապօրինություններ կատարելու հիմքով եւ քննության ենթարկել ինչ հիմքով են նման ոստիկանության խոշոր ստորաբաժանումներ 40 հոգու համար բերել Մաշտոց պողոտան, խոչընդոտել երթևեկությունը, կասեցել խաղաղի երթը, հա, հիմնավորումներ եւ ով այդ նման հրամաններ տվել եւ ինչի հիման վրա։ Եվ հավաքների ազատության մասին օրենքի համաձայն նորից կրկնեմ, դա շտաբ հավաքներն են, երբ որ դու պետք է ընդամենը իրազեկես։ Բոլորին հրավիրում եմ ժամը 12-ին Ազատություն հրապարակ։ Եթե կարելի դիտարկում անեմ, ուրեմն մի շատ կարևոր հաղթանակ կարծում եմ պետք է հանրությունը մոտ ապագայում ունենա կապված հետևյալ խնդրի հետ, հա, եւ կարծում եմ, որ մեծ ջանքեր պետք է այստեղ ներդրվեն, որպեսզի այդ հաղթանակը իրականացվի։ Ուրեմն պետությունը, կոնկրետ ոստիկանությունը չի ճանաչում մարդու քաղաքացիական աննազանդություն իրականացնելու իրավունքը, այնինչ այդ իրավունքը ինչպես սահմանադրությամբ է ամրագրված, այնպես էլ մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով, այնպես էլ սահմանադրության մեկնաբանություններ կոչվող հաստ գրքում, որտեղ նաև
ուրեմն մի մասը գրվել է Գագիկ Հարությունյանի կողմից, այնտեղ նշվում է, որ ուրեմն քաղաքացիական աննազանդությունը դա սահմանադրական իրավունք է եւ գրված է նաեւ, թե ինչ տեսակի գործողություններ են համարվում ուրեմն քաղաքացիական աննազանդություն։ Եվ տեսեք, այնտեղ գրված է նաեւ փողոց մայրուղի շրջապատելը, փակելը նույնպես իրավունք է։ Ոստիկանությունը չի ընդունում այդ իրավունքը, հանրությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի այդ իրավունքը ընդունվի, փողոց փակողին, քաղաքական նպատակներով ակցիա անողին, որը որպես վերջին միջոց, հա, որպես ծայրահեղ թեկուզ միջոց, դիմել է այդ քայլին, չեն հարգում, չեն ընդունում եւ խուլիգան են անվանում։ Սա կոպտագույն խախտում է մարդու իրավունքների, հա, եւ քանի որ կան այդ ամենը, այսինքն այդ հաստ գիրքը սահմանադրության մեկնաբանությունները, այս առումով հանրությանը շատ կարևոր օգտակար նյութ է տալիս, հիմք է տալիս, որպեսզի հղում անելով թեկուզ եւ հենց այդ ուրեմն գրքի վրա հանրային դիսկուրսի միջոցով ստիպել ուղակի իշխանության ներկայացուցիչներին, որպեսզի նրանք բանավոր եւ գրավոր կերպով կամ որևէ այլ կերպով ընդունեն այդ իրավունքը։ Մինչև որ չընդունեն, անընդհատ լինելու են այսպես պրովոկացիաներ, չարաշահումներ, կոնֆլիկտներ, մանիպուլյացիաներ, որ այդ տեսեք մարդիկ դուրս են եկել, ինչ որ խուլիգանական արարքներ են անում, փողոց են փակում եւ այլն եւ այլն, հա։ Այսքանը։ Շնորհակալություն, ունենք այլ ասելիք մեր բանախոսների կողմից, խնդրեմ Դավիթ։ Բան էլ ավելացնեմ, իմ համար այս տեղի ունեցածը ես ոնց որ տեսնում եմ արդեն կատարվում է իշխանության կամ իշխանության մոտ կանգնած ինչ-որ կազմակերպությունների կողմից, երկու մասով է օգտագործվում, նախ վերջապես իշխանությունը լսեց ընդդիմադիր քաղաքական գործի գործիչներից մեկի շուրթերից բռնության, ասենց ասեմ, գոնե գնալու մտադրության մասին, բաղձալի երազանքը կատարվեց վերջապես, մի երազանք, որը չէր իրագործվում բազմաթիվ տարիներ։ Նույն 2008-ին մարտի 1-ին ես անդադ զուգահեռներ եմ տանում, ինքս զուգահեռներ եմ տանում, փորձում նմանություններ գտնել, նույն Նիկոլ Փաշինյանի հետ կապված չկարողացան այդպես էլ գտնել այդ իրենց կողմից հայտարարված այդ արտահայտություն, որ Նիկոլ Փաշինյանը բռնության կոչ արել կամ մնացած ընդդիմադիր գործիչները, որ չգիտեմ ոստիկանների ծեծեք, այս արեք, այն արեք։ Շանթ Հարությունյանն չի հայտարարել, որ ինքը գնում է ոստիկաններին ծեծելու, ինքը ուղղակի ասել է մեզ չծեծեք, մեզով ծեծես, մենք էլ իրան ենք ծեծելու։ Բայց Շանթ Հարությունյանը բառելու, պայթացնելու մասին, որ հայտարարություններ արեց, հիմա ամբողջ իշխանական այդ լրատվամիջոցները, բոլոր այդպես մոտ կանգնած մարդիկ իշխանության փորձում են ներկայացնել, բայց տեսակ մենք միջև էսել ենք այդ նույնը ասում, ուղղակի հիմա խոստովանեց ընդդիմությունը։ Ու սրանից հետո էլ է այդպես լինելու։ Եվ այդ համատեքստում իրանք փորձում են արդեն ավելի ակտիվ մարդկանց, չեմ զարմանա, եթե վաղը կամ հենց կես ժամ հետո շատ մարդիկ ձերբակալվեն, ակտիվիստներ։ Պատահական չեմ համարում հենց երեք Արգիշտի Կիվիրյանին մեղադրանք առաջադրելու փաստը։ Պատահականություն չի, ու նրանք իրենց ոստիկանությունը եւ այդ ուժային կառույցները իրենց ինֆորմացիայի տարածման տարատեսակ աղբյուրների միջոցներով ասում են, բա գիտեք ինչ կա, մտածում ենք ձեր կարգավիճակը փոխելու մասին։ Խոսքը ավելի առավել ակտիվ մարդկանց մասին է։ Եվ ես չեմ զարմանա, որ ասենք Քենեդու սպանության կամ Պապ թագավորին թունավորելու մեղադրանքով ինչ որ մեկը ձերբակալվի մոտակա օրերին։ Շնորհակալություն, այլ ասելիք, կարծես թե չունենք։ Շնորհակալություն, որ ընդունեցիք մեր ժավերը, այսօր մեդիա կենտրոնում քննարկում էինք Ցեղակրոն կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի նոյեմբերի 5-ին արված անոնիմոսների երթի փորձը, որը կասեցվեց ոստիկանության կողմից եւ հանգեցրեց բախումների ոստիկանության եւ հասարակության անդամների միջև։ Քննարկման մասնակիցներն էին այսօր Դավիթ Գևորգյան, ով իրադարձությունների մասնակից էր, Նելի Հարությունյանը, ձերբակալվածների պահման վայրերում վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի եւ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ներկայացուցիչ, Սամվել Մարտիրոսյանը, տեղեկատվական անվտանգության փորձագետ, Արթուր Սաքունցը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար եւ Էդգար Վարդանյանը, քաղաքական վերլուծաբան։ Շնորհակալություն, կհանդիպենք։